Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանք HTV ուղիղ եթերում եւ այս առավոտ արևային տրամադրությամբ տաղավարից ձեզ ողջունում են Սուրենը եւ Սոնան։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է HTV ուղիղ եթերում, մենք սկսում ենք մեր աշխատանքը, հարմար տեղավորվեք էկրանների առջև, այսօր ձեզ համար պատրաստել ենք դրականի մեծ չափաբաժին։ Այո, շատ դրական է լինելու, որովհետև ինֆորմացիան բավական հետաքրքիր է, որ տեղ է գտել մեր ծրագրում, դե բնականաբար հյուրաշատ է այսօր լինելու մեր եթերը եւ այս ամենին գումարելու ենք նաեւ համեղ տրամադրությունը, ինչը կապահովենք հենց խոհանոցում։ Եվ մինչեւ իհարկե այս բոլոր քայլերը գնալը պիտի հասկանանք, որ այսօր արդեն 29 է։ Այո, ապրիլի 29-ն է, գարնանային երկրորդ ամիսն էլ ենք ճանապարհում քիչ-քիչ եւ բայց ցրտաշունչ գարուն է ինչ։ Բաղձալի ամառը ավելի է մոտենում, այո, ցուրտ է, բայց արև կար։ Դե երեք էլ արև կար, բայց երեկոյան այնպեսի քամի եւ ցուրտ էր, ինձ մոտ տպավորություն որ ձմեռն է վերադառնում։ Դե ինչ, նշեմ, որ 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի կողմից որոշվեց ապրիլի 29-ը նշել Պարի միջազգային օր։ Տոնը նվիրված է Պարի բոլոր ոճերին, ամսաթիվն առաջարկվել է ուսուցիչ եւ պարուսույց Պյոտր Գուսեևի կողմից ի հիշատակ այսօրը ծնված ֆրանսիացի պարուսույց, տեսաբան եւ բալետի ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի, որը պատմության մեջ մտել է որպես ժամանակակից բալետի հայր։ Պարի միջազգային օրը կոչված է միավորելու պարարվեստի բոլոր ոլորտները, առիթ է քաղաքական, մշակութային եւ էթնիկական բոլոր սահմանները հաղթահարելու, հանուն բարեկամության մարդկանց միավորելու, թույլ տալով նրանց խոսել նույն Պարի լեզվով։ Այո, Պարի լեզուն բավականին հետաքրքիր է եւ հասկանալի աշխարհի բոլոր ժողովուրդների համար եւ հասկանալի եւս մեկ լեզու կա Սոնա, որը շատ արդիական է դարձել այսօր մեր իրականության մեջ, փողոցներում պարբռնած մեքենաների լեզուն, որը բերում է բնականաբար խցանումների։ Ցավոք սրտի նաեւ այս առավոտ գրանցված ունենք արդեն ավտովթարներ, որը իհարկե լավ չի։ Ինչպես տեսնում ենք, հենց այստեղ Սարալանջի հատվածում երկու վթար կա, որի հետևանքով բավական արդեն խիստ խցանումներ են Սարալանջի ամբողջ լանջերի վրա։ Փոքր կենտրոնը ուսանողական հատվածը խցանված է, Մասիվ գայի պողոտան բավականին խցանված է, Արաբկիրի շրջանը այս պայդրությամբ խցանված է։ Քիչ քարտեզ առաջ տանենք։ Ես կարծում եմ խցանված փողոցները ավելի շատ են այսօր, քան բաց փողոցները։ Խցանված է Միասնիկյան փողոցը եւ խցանված է Իսակով պողոտան, որտեղ վթար կա, Արաբկիրի շրջանն է խցանված այս պայդրությամբ, դեպի բարեկամություն գնացող հատվածը եւ իհարկե բարեկամությունից արդեն սկիզբ առնող դեպի Բաղրամյան եւ դեպի իհարկե Կոմիտասի պողոտա հատվածները նույնպես խցանված են։ Այստեղ եւս մեկ վթար Դավթաշենի կամուրջի վրա դեպի Վաղարշան եկող հատվածը հենց վթար կա եւ այդտեղ այդ ամենով պայմանավորված է նաեւ խիստ խցանումը Եղվարդի խճուղից սկսած Դավթաշենի կամուրջ, Վաղարշան, Արաբկիրի շրջան Կոմիտասի պողոտա երկկողմանի, Կիևյան փողոց կամուրջ երկկողմանի խցանված, Օրբելի եղբայրները խիտ խցանված, Բաղրամյանը իջնող հատվածը մի խոսքով քաղաքը խելահեղ խցանումների մեջ է, սա երևի խցանումների միջազգային օրվա հետ կապված, որը յուրաքանչյուր առավոտ է այսուհետ եւ վթարներով լի։ Ցավոք սրտի վատ է սկսվել առավոտը Երևանյան փողոցների համար, բայց լավ կլինի, եթե հետևեք մեր ծրագրին։ Այո, իսկ մենք տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեն եւ իհարկե նրան շնորհավորենք մասնագիտական տոնի արդիվ, որովհետեւ իր առաջին մասնագիտությամբ նա պարուհի է։ Բարի լույս սիրելի Ադրին։ Բարի լույս սիրելիներս, շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ես էլ միանում եմ այս գեղեցիկ շնորհավորանքներին։ Բարի լույս մաղթելով մեր թանկագին ամենացանկալի մարդկանց, մեր սիրելի հեռուստադիտողին ողջունում եմ, ասում եմ միացեք մեզ եւ իհարկե իսկապես շնորհավոր լինի բոլոր այն տքնաջան աշխատանքը կարևորող եւ կատարող մարդկանց, պարողներին, արտիստներին, բեմի այն հրաշքները գործող մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում գեղեցկացնեն մեր ընդհանրապես միջավայրը եւ այն գեղեցիկ ներկայացումները, բեմադրությունները, որ նրանք կատարում են։ Ես բոլոր իմ ընկերներին, ամբողջ անձնակազմին, թե ուսանողական տարիների եւ թե դպրոցական տարիների այն դպրոցը, որտեղ սովորում են շատ մարդիկ, ովքեր շատ սերտորեն կապված են միմյանց հետ, պարարվեստի աշխարհին շնորհավորում են, հատկապես իմ ընկերներին, բոլորին շնորհավոր։ Եվ իհարկե անցնելով առաջ ասեմ, որ այսօր պատրաստելու ենք
Մի տեսակ տոնական սեղան։ Ինչ ենք անելու։ Ես բազմապիսի մթերքներ եմ պատրաստել, այստեղ ունենք հավկիտ, ունենք երշիկեղեն, հաց եմ իհարկե դեռ այն տոպրակից չեմ հանել, որպեսզի թարմ մնա, մինչև վերջ այսպես չչորանա, մեզ պետք է գալու դեռ։ Մի խոսքով մի հետաքրքիր ձևավորում ենք անելու, այսպես ասած պանրային երշիկային մսամթերքի հետ կապված ինչ որ հետաքրքիր ձևավորում ենք անելու։ Սա չեմ կարող ասել նախաճաշի տարբերակ է, չեմ կարող ասել ընթրիքի տարբերակ է, պարզապես գեղեցիկ ձևավորում, որը յուրաքանչյուր ժամին, օրվա յուրաքանչյուր ժամին, այսպես տրամադրություն կբարձրացնի եւ իհարկե շատ հաճելի կլինի սեղանին տեսնել այսպիսի գեղեցիկ հավաքածու։ Սովորաբար հիմա շատ մոդայիկ է ասել պանրային սեթ, մսամթերքի հետ այսպես բազում բանջարեղեն համադրելով այդպիսի սեթ այսինքն հավաքածու։ Եվ այսօր կփորձենք իրականացնել դա։ Իհարկե մեկ անգամ եւս ես այդպիսի գեղեցիկ պատրաստություն տեսել եմ, եթե հիշում եք, եթե ոչ, ապա այսօր միասին էլի կփորձենք պատրաստել այն։ Հիմա մեզ պետք է նաև հավկիտ խաշել։ Իմիջիալոց ուզում եմ նշել սիրելիներս։ Ուրեմն մեր զատկական տոնը դեռ շարունակում է, չենք մոռանում դրա մասին։ Դեռ մինչ համբարձման տոնը մենք զատկական շրջանում ենք։ Այսինքն յուրաքանչյուր օր արթնանալով կարող ենք միմյանց մաղթենք Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ բոլորիս մեծ ավետիս։ Այսինքն այս խոսքերը 40 օր անընդհատ կարող ենք մենք ձոնել միմյանց։ Մինչ համբարձում այսինքն ճրագալույցից եւ զահարության տոնից սկսած այս օրերը մենք զատկական շրջանում ենք եւ յուրաքանչյուր օր նույնիսկ կարող ենք հավկիտներ ներկել եւ այդ խաղերը շարունակել եւ ես այսօր ճիշտ է չենք ներկի այն ինչ որ գունային հավելում չենք անի բայց կխաշենք պարզապես կխաշենք եւ կավելացնենք մեր այս հավաքածուի մեջ Ինձ երևի թե մի 4 հավկիտ բավարար է եփելու համար, որպեսզի մեր սեթը գեղեցկացնենք եւ բնականաբար համեն խսնվենք։ Ահա։ Սա այսպես թողնենք մի կողմի վրա։ Սիրելիներս, ես այստեղ ունեմ շերտավոր խմոր։ Շերտավոր խմորով մենք հետաքրքիր ուրեմն հացիկ կպատրաստենք էլի, հացիկի տարբերակ։ Մի փոքր որպիսի հետաքրքրություն մտցնենք այս հավաքածուի մեջ, մեզ պետք կլինի այսպիսի հավելումներ անել։ Հիմա շատ հեշտ տարբերակ եմ առաջարկելու, նկատի ունեցեք։ Ես պատրաստեմ նաև թավան։ Ահա, փորձեմ տեղավորվել ինչ-որ կերպ։ Յուղաթուղթ, իհարկե հուսով եմ չենք այրվի այստեղ, մի փոքր կրակը կիչեցնեմ, ահա, այսպես, սա դնում եմ մի կողմի վրա, որպեսզի սիրելիներս տեսանելի լինի, թե ես ինչ եմ անելու հիմա, խնդրեմ, ահա, ես վերցրել եմ արդեն իսկ պատրաստի տարբերակը շերտավոր խմորի քառակուսիներով, կտորներով, այսինքն պատրաստի ոչ թե ամբողջական խմորը բացենք, իհարկե կարող եք այդպես էլ անել, բայց ես նախընտրում եմ ամենահեշտ տարբերակները։ Ուրեմն ինչ ենք անում։ Այս անկյունից այսպես ոլորելով, ահա այսպես ոլորելով փաթաթում ենք եւ ստանում ենք այսպիսի գեղեցիկ ձև։ Եվ այն տեղադրում ենք մեր բնականաբար այս յուղաթղթի վրա, ահա, շարունակում ենք, նորից նույն գործողությունը, այսպես, ահա, ստացանք այսպիսի գեղեցիկ տեսք։ Այսպես ինչ է արվելու, մինչև ինքը վերջնականում եփվի։ Այսինքն հիմա պրոցեսը գնում է հենց այս խմորի հետ։ Պրոցեսը գնում է, բայց ես հիմա դեռ բան պիտի ասեմ։ Դե, դեռ բան ինչ կա, ասա եւ անցնենք դաթարի, այո, ես գիտեմ հենց հիմա դաթար է, մենք հենց հիմա մի հավկիտ, օրինակ ինչու ես կանգնած, սիրելիս Սուրեջ ջան, դու հավկիթը
Դու մենակ ինչ անեմ? Հավկիթը հարես, խնդրեմ։ Հավկիթը հարեմ, հետո պիտի ինչ անենք այդ Եվ այդ հավկիթը պետք է մենք տրորենք մեր այս խմորիկների վրա եւ իհարկե քունջուտ վրանց անենք ու տեղափոխենք ջեռոց։ Դե որ եկել ես, պիտի գործանես։ Պիտի գործանես սիրելիս։ Դու մենակ ասա, ես փոքրեմ։ Ես էլ քունջուտը վերցնեմ։ Ահա, հարեցի։ Հիմա ինչ ենք անում։ Ապրես, հիմա տրորում ենք այն խմորիկների վրա, ապրես։ Այսենց օգնող ձեռքը շատ պետք է։ Սիրելիներս տրորում ենք այս խմորիկների վրա։ Եվ ուղարկում։ Եվ դեռ չենք ուղարկում։ Տականալու։ Ջերմացնում նրան։ Վրան լցնում ենք քունջուտ։ Այո։ Կարող եք սև քունջուտը եւս էստեղ ներառել, շատ գեղեցիկ կլինի։ Ահա, այսպիսի տեսք հաստատ ուզում եմ հեռուստադիտողը տեսնի, հուսով ենք հասկացան ինչի մասին է խոսքը եւ այսպես տեղափոխելու ենք ջեռոց։ Ահա, երևի թե այս պահին այսքանը, եթե դե կարող ենք ունենալ արդեն դաթար։ Այո, դաթար։ Կարճ դաթար, հետո կվերադառնանք։ Շարունակում ենք մեր բարձր տրամադրության առավոտյան եթերը եւ համոզված ենք, որ առավոտը արդեն իսկ առաջարկեցինք այն ամենը, ինչը կարող է ավելի հետաքրքիր դարձնել օրվա սկիզբը եւ ավելի կարեւոր է նաեւ օրվա ավարտը դարձնել հետաքրքիր։ Այս հարցում միանշանակ օգնում են մեր գործընկերները Իջևանի գինուգործարան առաջարկելով Ռոզե Բրիզ փրփրուն գինին, որը հաստատ երեկոյան տալիս է հնարավորություն հավաքելու ընտանիքի անդամներին կամ ընկերներին մի շատ հետաքրքիր սեղանի շուրջ եւ ասելու բարձր ու հետաքրքիր տրամադրությամբ խոսքեր։ Եվ ինչպես միշտ այս առավոտ էլ հորդորում ենք, որպեսզի առավոտյան նախաճաշեք սիրելի հեռուստադիտողներ, իսկ նախաճաշի մեջ անպայման պետք է ներառել կաթնամթերք, անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, նաև պանիրների մեծ տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ հիմա տեղափոխվենք խոհանոց, որտեղ այս պահին թագավորում է Ադրինեն եւ շատ համեղ հետաքրքիր բան է պատրաստում այսօր մեզ համար։ Ադրինե Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո մեր հեռուստադիտողին ասեմ, որ այսօր շատ հետաքրքիր սեթ ենք հավաքելու մի գեղեցիկ այսպիսի փայտի վրա, որը շատ հիմա շատ մոդայիկ է եւ ես այսօր առաջարկելու եմ այդ հետաքրքիր տարբերակը։ Սիրելիներս, ողջունում եմ եւս մեկ անգամ եւ ասում եմ միացեք մեզ, մնացեք մեզ հետ։ Ես շատ ուրախ եմ, որ դեռ չհասցրեցի ամբողջովին ավարտել այս խմորի հետ նախապատրաստումը եւ դուք եւս մեկ անգամ տեսնեք, թե սա ինչպես է կատարվում։ Իհարկե ես նշեցի, որ քառակուսի կտորներով ես խմոր եմ ձեռք բերել, այն վաճառվում է խանութում, շատ այսպես մաչելի լավ տարբերակ է եւ այն հիմա ոլորելով, այսպես ուրեմն կոլորենք, կտեղադրենք թավայի մեջ եւ վրան հավկիթ կգցենք ու քունջուտ կլցնենք։ Ահա, տեսեք թե ինչպես ենք անում։ Մի ծայրից մինչև հաջորդ ծայրը այսպես ոլորելով գնում ենք, այսպես, ահա, ստանում ենք այսպիսի տեսք։ Շատ գեղեցիկ է լինում եւ շատ հետաքրքիր եւ շատ հեշտ։ Ամենակարևորը շատ հեշտ է։ Եվս մեկ խմոր այդպես անենք, այսպես ոլորելով գնացինք մինչև վերջ։ Ահա, խնդրեմ, հիմա այստեղ տրորում ենք մեր հարած հավկիթը, Սուրենը օգնեց այն հարեցինք, խնդրեմ, բոլոր խմորիկների վրա հավկիթ ենք տրորում, որպեսզի կարմրաթուշիկ լինեն եւ իհարկե քունջուտը այսպես կպչի խմորի վրա եւ շատ գեղեցիկ լինի։ Խնդրեմ, քունջուտ ցանենք, ինչպես նշեցի, այստեղ սև քունջուտն էլ շատ տեղին կլիներ, ես հիմա ձեռքի տակ չունեի, բայց եթե ձեռք բերեք անպայման սև քունջուտով էլ զարդարեք, շատ գեղեցիկ կլինի։ Այսպես սիրելիներս, խմորիկները պատրաստ են, ընդամենը 10-12 րոպե կտևի, այն կեփվի, շատ արագ է լինելու ամեն բան։ Ահա, տեղափոխեմ ջեռոց։ Ջեռոցը ինչպես միշտ 180 աստիճան, իհարկե դուք ձեր ջեռոցի ջերմաստիճանը շատ լավ իմանալով արդեն գիտեք, որ աստիճանի տակ եփեք, ես անցնեմ առաջ եւ ասեմ ինչ ենք անելու այս պահին։ Այստեղ տեսնում եք երշիկի կտորներ ունենք, այս երշիկը ուզում եմ գեղեցիկ ձևավորել։ Հիմա մեզ մի բաժակ է պետք։
Թեկուզ այսպիսի բաժակ սիրելիներս։ Ինչ ենք անում։ Երշիկի շերտերը այսպես ուրեմն տեղադրում ենք եզրերին բաժակի, որպեսզի ստանանք ծաղիկի տեսք։ Ահա։ Այսպես հերթականությամբ գնում ենք։ Շատ հետաքրքիր ձև է, բայց շատ տարածված է, շատ մոդայիկ է այն։ Եվ այդ հավաքածուների մեջ երշիկը այսպես մատուցել շատ գեղեցիկ է լինում։ Ահա, խնդրեմ, այսպես հերթով գնում ենք։ Տեսնենք, թե վերջում ինչ կստացվի։ Ահա, որքան տեղավորվի, ես այն կտեղադրեմ։ Այսպես։ Ահա, տեսնենք, թե ինչ է լինելու հիմա։ Ես այն կշրջեմ, ահա, բաժակը շրջում ենք, ահա, և իհարկե հանում ենք։ Տեսեք, թե ինչպիսի տեսք է այն ստանում, ահա, ծաղիկի տեսք է ստանում։ Եվ բարու շորի։ Այո։ Ողջույն։ Ողջույն սիրելիս, ողջույն։ Ստեղծագործություններ ես այստեղ անում։ Այո, այսօր փորձելու եմ մի փոքր ստեղծագործել, ավելի շատ ստեղծագործել, քան որևիցե ուրեմն ուտեստի առաջարկ անել։ Այո, սա էլ դու ճիշտ նշեցիր։ Այսօր երևի թե ավելի շատ ստեղծագործական պահ է լինելու։ Օր է, այդպիսի օր է, այո, որովհետև գեղեցիկը ամեն դեպքում շատ կարևոր է յուրաքանչյուր գործի մեջ, յուրաքանչյուր ասպարեզում շատ կարևոր է։ Եվ ամենտեղ գնահատվում է, այո։ Դա շատ կարևոր բան ասացիր եւ կարևոր է որ գնահատվի, թե ինչքանով է գնահատվում, անկեղծ ասած երբեմն թե այո, բայց ամեն դեպքում այո, հուսանք որ գեղեցիկ էսթետ մատուցման դեպքում ավելի ախորժակդ բացվում, ավելի հաճույքով ես փորձում եւ նույնիսկ երբեմն կարելի է խաբել տեսքով, եթե ուտեստը մի փոքր համեղ չէ, եւ այո, տեսքը մատուցվում տարբեր ռեստորաններում եւ այլն, իհարկե այստեղի մասին չի խոսքը, այստեղ ամեն ինչ միշտ է շատ համեղ եւ շատ գեղեցիկ, այսպես ախորժակով քաշում ես, հետո հասկանում ես, որ չէ, համը այնքան էլ այն չէ, բայց տեսքը 10-ից 10 է։ Այո, շատ լավ, թող այդպես լինի, ես ուրախ եմ, որ կարողանում ենք նաև մեր հեռուստադիտողին մատուցել գեղեցիկը, երբեմն հուշումներ անել պարզապես, որ կարելի է նաև այսպես մատուցել, չնայած ես այս մասին մշտապես կրկնում եմ եւ ավելի համոզված այս պահին էլ ասեմ, որ մեր հայ կանայք շատ տաղանդավոր են եւ էսթետիկայի մեջ ինչ որ անում են շատ գեղեցիկ են անում եւ թե համի մասին խոսք չկա, ես շատ համեղ ձեռք շատ ես ծանոթ անծանոթ ում մոտ հյուր եմ եղել, եթե հյուրասիրության եմ եղել, անհնարին է որ հաճույք ստացած չլինեմ այդ համեղություններից։ Մեր հայ կանայք ուղղակի ֆենոմեն են խոհանոցում, ընդհանրապես ամեն ինչում եւ խոհանոցում առավել։ Այնպես որ այսպես ասած, այստեղից մենք իրենց բան չունենք սովորեցնելու, պարզապես մի փոքր հուշումներ ենք անում, այո։ Այսօր այս ամբողջը լինելու է այսպես շքեղագույն փորձելու ենք, այո, փորձելու ենք այսօր այսպես անել, քանի որ քիչ առաջ նշեցի, դեռ տոնական օրերը շարունակում են եւ տոնական սեղանները այսպես կարող են մշտապես ուղեկցել մեզ, այսօր էլ որոշեցի էլի այսպիսի գեղեցիկ տոնական մի փոքր զամբյուղ ասեմ, թե հյուրասիրություն ասեմ, պատրաստենք եւ մեր հեռուստադիտողին հուշենք, որ բնականաբար շաբաթվա ընթացքում հարմար չի լինում աշխատանքի հետ կապված, բայց շաբաթվա վերջում արդեն հանգստյան օրերին ուրբաթ երեկոյան արդեն կարելի է ծրագրել, արդեն այս սեթը պատրաստել եւ իհարկե վայելել սիրելի մարդկանց հետ։ Եվ ինչպես դու նշեցիր, որ զատիկը ընտանեկան տոն է։ Այո։ Ամենաընտանեկան տոնն է, այս գեղեցկությունը, համեղությունը ընտանիքի անդամների հետ վայելելը ամենամեծ տոնն է։ Այսպես։ Ինչ ունենք անելու։ Ինչ ունենք անելու։ Ես նշեմ, Սոն ջան, այստեղ հացիկներ ունենք, ես տոպրակից դեռ չեմ հանել, որպեսզի չչորանա։ Այստեղ օգտագործելու եմ ինչ։ Մենք ունենք պահածո,
մեզ առաջարկում է Իջևանի գինու պահածոների գործարանը խավիար ունենք։ Ահա։ Ես այս խավիարը կտրորեմ ամենահասարակ պարզ բաներն ենք անելու այսօր։ Կտրորենք հացիկների վրա։ Այո, շատ համեղ է, տնականից չի տարբեր։ Իդեպ քանի որ ժամանակակից աշխարհում բոլորիս ժամանակը չի բավականացնում, իդեալական տարբերակ է նախաճաշի համար վերցնել սիրելի հացը, սև հացի տարբերակը, եւ ես սիրում եմ հենց այն, որը որ դու ընտրել ես, երբ որ չեմ քունջութը վրա լինում կամ այսպես ինչ որ սրանք ուրեմն այն խլոպյա ռուսերեն ասած խլոպյա հատիկներն են, որը մենք կաթի հետ շատ օգտագործում ենք, ցանում են այս դիետիկ, չգիտեմ իրականում դիետիկ է կոչում, այո, դիետիկ հացեր, որպեսզի շատ ավելի սնանդ կլինի թե այլ բան, քունջուտ եւ այլն, հացի վրա երբ որ կանատված, չգիտեմ, տարբեր մանր ավելի վրանց համված ինչ որ մանր, շատ համեղ է ստացվում, այնպես որ հացի վրա ուղղակի խավիարը շատ անցկացնում ենք եւ նախաճաշի հիանալի տարբերակ է ստացվում։ Շատ համեղ է, այո, խորհուրդ եմ տալիս ձեռք բերել, գոնե մեկ անգամ ձեռք բերեք, փորձեք, որ համոզվեք, որքան համեղ է, եւ հացի հետ այս հրաշք, ուրեմն, չգիտեմ, սա սոուսը կարելի է անվանել թե ինչ, նախուտեստի տարբերակ է, էլի ամեն դեպքում, շատ համեղ կլինի եւ մենք կներառենք այս։ Սիրելի հնչյունային ռեժիսորը Վահեն թարգմանեց Հիշեցիր փաթիլներ այն տարբերակ եկա հիմա չեմ մտաբերում, բայց բոլորը ավելի շատ խլոպյա են օգտագործում, դա կիրառական է մեր առօրյայում, այնպես որ եթե նույնիսկ փաթիլներ ավելի հաճախ ասենք, գուցե դառնա կիրառական, բայց այս պայն դժվար փաթիլներով տեղը բերենք ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի փաթիլներ, ես ռուսերենից խլոպյան գիտենք, բայց հայերենում ես հենց այս պահին մոռացել եմ անվանումը, բայց կհիշեմ, հեսա ամեն ինչ տեղը կընկնի ժողովուրդ ջան, մեզ հետ ունենք։ Առաջարկում այդ ընթացքում ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ AV թատրոնը հրավեր է ստացել Բելգիայի Հայտուն հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Կարեն Թադևոսյանից։ Թատրոնը Բրյուսելում հանդես կգա մանկական եւ մեծահասակների համար ներկայացումներով։ Այս առիթով մենք ունենք հրաշալի հյուրեր։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Բելգիայի հայկական սոցիալ-մշակութային կենտրոնի փոխնախագահ, Բելգիայի հայերի կոմիտեի անդամ եւ Բելգիայի Սփյուռքի նախկին երիտասարդ դեսպան Տիգրան Հովհաննիսյանին եւ ռեժիսոր Կորյուն Մկրտչյանին։ Բարի առավոտ։ Ոնց ենք։ Բարևձեզ։ Լավ, շնորհակալություն։ Ինչ լավ։ Էս ինչ հետաքրքիր առիթով գնում ենք Բելգիա։ Գնում ենք։ Դե մայիսի 9-ին 10-ին մենք այնտեղ ներկայացում ունենք։ Նոր բեմադրություն ունենք, երևի թե առաջնախաղը հենց այնտեղ էլ կլինի։ Պատվերը հենց Բելգիայից է։ Թումանյանական երկու հրաշալի գործ Անխելք մարդն ու բարեկենթանը համահունչ միացան իրար, գրեցի պիես, մի հատ հետաքրքիր, հենց AV թատրոնի համար, մեր Վիգենի եւ Անի խնդրանքով, ինջալու զարմացած եմ, որ այս այլընտրակային թատրոնը շատ պրոֆեսիոնալ արհեստավարժ է աշխատում, այդպիսի արհեստավարժ աշխատանք ես պետական թատրոններում եմ տեսել, Բեմադրեցինք, արդեն պատրաստ ենք եւ պատրաստ ենք հյուրախաղերի դեպի Բելգիա, Տիգրանին եւ իրենց ղեկավարությանն է շնորհակալությունը, որ հնարավորություն ստեղծեցին հյուրախաղերով մեկնել, ցուցադրել մեր Սփյուռքահայ փոքրիկներին եւ մեծերին գեղեցիկ ներկայացում։ Տիգրան, ինչպես որոշվեց նման առաջարկ անել։ Սա առաջի առաջարկը չի, մենք արդեն շուտվանից Հայաստանից հրավիրում ենք թատրոններ տարբեր։ Դե ես 3 տարի է արդեն մշակութային տան մեջ եմ, մեծ սիրով օգնում եմ, որ զարգացնենք մեր մշակույթը Սփյուռքում եւ ընդհանրապես հայապահպանությունը մշակույթի գծով։ Հիմա 17 թվին հիշում եմ, որ եւ Նարինե Գրիգորյաններ եկեր մեր մոտ, հետո եւս մի քանի հոգի մինչեւ 22 թվին, որտեղ ես նոր արդեն ոնց որ սկսեցի իմ բոլոր գործողությունները, որ երբ Ստեփանակերտից Վարան Փափազյան թատրոնը ներկայացել են մեր մոտ, այդտեղից արդեն ես մտա այդ հայտան մթնոլորտի մեջ եւ իա բոլոր մանրամասներով։ Մեր մոտ դե տարբեր
միջոցներ կան, թեևս թատրոնի միջոցով, թեևս բարի դասեր, թե նաև շաբաթօրյա մենք դպրոցներ ունենք եւ այլն, իսկ մենք որոշեցինք, որ կենտրոնանանք ինչու ոչ մենակ ոչ թե պետական թատրոնների, այսինքն Երևանի պետական, Հայաստանի պետական թատրոններ, այլ ընդրանք ոնց ասեցիր, Կորյուն ջան, ու մենք որոշեցինք Էվի թատրոնին հրավիրենք, տեսանք, որ արդեն իրանք կամացից աշխատում են, որ ավելի շատ մեծ բեմադրություն ունենան եւ ընդհանրապես մենակ Հայաստանում չէ նաև ինչու ոչ Սփյուռքում, ու մենք որոշեցինք, որ առաջի դա այդ հյուրախաղը լինի Բելգիայում մայիսին եւ մայիսի 10-ին, մայիսին մեծահասակների երազիմ երկիր եւ մայիսի 10-ին մանկական ներկայացում։ Այդպիսով ես շատ հաճախ նաև այցելում եմ Հայաստան, որ այդ կազմակերպչական հարցերով կարողանանք շատ ավելի արագ արդյունավետ գործողություն ծավալենք, որ այդ ամենը ստացվի։ Տիգրան, քանի որ արդեն ունեցել եք նախատեպեր, հա, ինձ հետաքրքիր ինչպիսին է հանդիսատեսը այնտեղ եւ ինչպես են ընդունում նման իրադարձությունները, որովհետեւ եւ մտածողությունն է տարբեր, եւ մշակույթը, եւ տարածաշրջանը։ Այո, իսկապես դա կա, դա չթաքցնենք, որ դժվար է ամեն դեպքում այդ մշակույթը ու մանավանդ այդ հայացքը հա պահպանել Սփյուռքում, բայց մենք չէ, մենք բոլորս այսինքն բելգիահայերը, ով որ ներգրաված են հայտան այդ բոլոր գործողության մեջ մանավանդ մեր Կարեն Թադևոսյանի եւ Յակնոջ Օլյա Բունյացյանի շնորհիվ, որ իրանք արդեն տարիներով ջանք են գործադրում, բարիս բուն իմաստով, որ այդ ամենը պահպանվի։ Ես էլ մեծ սիրով ոնց ասեցի 22 թվից միացա իրանց ու կշարունակեմ իշքան որ կարող եմ թեւս Բելգիայում թե նաև համատեղ Հայաստանում անել այդ ամենը ու ամեն դեպքում մեր մոտ մենք կարողանում ենք դա պահպանել, հա, որտեղ մասնակցությունը կա, երբ թատրոն ենք բերում նվազագույնի 70-80 հոգի մասնակից կա, թեւս կարող է ավել ու դա մենք կազմակերպում ենք բնականաբար հայտան մեջ միանգամից մենք ուրիշտեղ շատ հազվադեպ, երբ որ ավելի մեծ ծավալով միջոցառում է, գուցե ուրիշտեղ են գնում, բայց նպատակ է, որ հայտուն մեր հայերը այցելեն ու այդ ոնց որ այդ ընտանեկան մթնոլորտը միշտ մնա կայուն ու մնա այսօրվա մեր բանի մեջ։ Կորյուն, եւ նաեւ հարցի երկրորդ կողմը քեզ, որովհետեւ ներկայացումը հայ հանդիսատեսի համար, լոկալ հանդիսատեսի համար չի, էլի հայ հանդիսատեսի համար, բայց երեխաները, ովքեր այնտեղ են ծնվել մեծացել, ճիշտ է հայ են, բայց կունենան լեզվի խնդիր, դժվարությամբ հասկանալու, կունենան մտածողության խնդիր, որովհետեւ մենք ուրիշ ձև ենք մտածում, այնտեղ մեծացած երեխաները, ինչպես արդեն Տիգրանն էլ նշեց, ուրիշ ձև են մեծանում, ուրիշ դասիրակությամբ։ Այս ամենը ոնց է գտնելու ներկայացման մեջ իր լուծումը։ Նայեք, ներկայացման գործողությունները ամբողջովին կատարվում են ժամանակներին Թումանյանական նույն տրեխներով ես շնորհակալություն եմ ուզում հայտնել թատրոնի ղեկավարությանը, որ շատ պրոֆեսիոնալ հագուստ են կարել, այնտեղ հին ժամանակների հագուստները, տրեխները, ուզում եմ մեր ոչ միայն դրսում գտնվող հայ փոքրիկները, նաև այստեղի փոքրիկներն էլ, որ միշտ հեռախոսների մեջ են, տեսնեն, հասկանան, ինչպես են հագնվել, տրեխը դա ինչ է, դա ինչ հագուստ է, դա ինչ մորթիա գլխարկա, մենք շեշտադրություն նաև դրա վրա ենք դրել։ Ինչ որ մի բան եթե չեն հասկանա, կհարցնեն ծնողներից։ Դա երևի ծնողների վրա կթողնենք այդ հարցը, որովհետև այնտեղից բացատրելու բաներ չկա։ Դե երևի թե հեքիաթներն էլ փոքր ընթերցած կլինեն կամ պատմած կլինեն։ Ուզում ենք իրենք փնտրեն, գտնեն, թե դա ինչ է։ Այս լեզվի մեջ այս բառը ինչ էր, որ հայրիկ այս բառը ինչ էր կամ մայրիկ այս հա ինչ էր։ Գուցե հենց այդպես էլ ծնողը բացատրի կամ սա ինչ հագուստ է, ինչ է այդպես հագնված։ Ես միշտ մտածում եմ, որ այսօրվա փոքրիկները Չինաստանի բոլոր հագուստները, թրերը, սրերը գիտեն, բայց արի ու տես մեր տրեխները, մեր փափաղները, մեր հագուստները չգիտեն։ Եթե նկատել եք, ես իմ մանկական հաղորդումների ժամանակ միշտ նկարում եմ մեր հեքիաթի հերոսներին, այդտեղ Ձախորդ Փանոս կլինի, Քաշնազար կլինի, ճիշտ է, օրինակելի հերոսներ չեն, դրա համար ծնվեց մուլտիկնիկ հերոսը, որ մի օրինակելի գոնե հերոս լինի, որ կարողանա բացատրել, որ
մենք այդքան էլ հիմարած չենք, ուղղակի դա ուրախ լինելու համար այդ հեքիաթները, բայց հանճարեղ գործեր են Թումանյանական։ Միանշանակ հենց Թումանյանի լեզուն էլ հասանել է յուրաքանչյուր աշխարհագրական դիրքում ապրող հայ երեխայի համար։ Մի բան էլ մեր Բելգիայի փոքրիկներին, բացի ներկայացումներից, մենք այնտեղ ունենալու ենք քերի մուլտիկնիկի վարպետանց դասեր, երեխաների հետ նկարելու ենք էլի հայկական կերպարներով, հեքիաթների կերպարներով հերոսներ, կփորձենք տեսնենք ինչպես կստացվի Տիգրան ջան, կարող երկար գանք դասեր տանք այնտեղ բան։ Master class այդպես ասած, հետո այո, վստահաբար շատ լավ կստացվի։ Հետաքրքիր է, Բելգիա Թումանյան, ու ասեմ, որ վերջին անգամ երբ որ հյուրընկալվեցի Բելգիայում Անտվերպենում, հա, ընկերոջս տանը Պարուիրի, եւ ինձ այնտեղ հենց իր տանը առաջարկեցին բաժակ բարձրացնել Թումանյա այն բաժակով, որով խմել է Թումանյանը։ Իր անձնական օղու բաժակն էր, որովհետև հենց Պարուիրի կինը Թումանյանի ազգակցուհիներից էր, այսինքն այո, սերնդից, եւ հենց այդ բաժակը ժառանգություն էր հասել իրենց եւ մեծ պատիվ էր, այո, այն բաժակը բռնել եւ այդ բաժակից խմել, որով որ խմել է Թումանյանը։ Այնպես որ ձեզ հաջողություններ ենք մաղթում, Թումանյանը հասանել է աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ որ հայ կա։ Դեռ բացահայտված չէ Թումանյանը, այսպես կարելի ասել, ամբողջովին։ Դե շնորհակալություն որ բացահայտում եք եւ ուզում եմ ձեզ նվիրել, քանի որ այսօր նաև ունեք Հոբելար թատրոնում։ Մեր պրոդյուսերի Վիգենի Ծննդյան տոնն է։ Դե ձեզ գինի նվիրենք, որպեսզի հիմա եթերից հետո արդեն հավաքվեք թատրոնում եւ շնորհավորեք Վիգենին, Իժևանի Սափորոզե գինին, համոզված եմ, որ լավ դրամատրություն կտա ձեզ։ Վիգեն ջան, տարեդարձ է այսօր։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել նաև արևբացիկները, որի մեջ ներառված են սիրված երգերից ֆրազներ, բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ։ Այստեղ Նունե Եսայանի եւ Արսեն Գրիգորյանի երգերից են, միայն ես եւ դու չկա էլ ոչինչ մեզ համար, եւ Արամեն Պետրիկ ուզես աշխարհն առանց քարտեզ, դու միայն ասա ինչ որ կուզես։ Սա նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա սկիզբ ու շնորհակալություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, հաջողություն ձեզ։ Կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ հիմա էլ խոսելու ենք մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին, ավելի կոնկրետ ցուցադրության մասին, որը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են դիզայներ Նաիրա Հարությունյանը եւ պրոդյուսեր Տիգրանուհի Կարապետյանը։ Մեզ նաև պիտի հյուր գար այսօր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, բայց Անահիտը 3 ծննդյան օրն է, շնորհավոր ենք Կարապետյանով անջան։ Շնորհավորում ենք քեզ, դու շատ տաղանդավոր ու լավ մարդ ես, բայց քիչ խմեիր, որպեսզի այսօր կարողանայի գալ եթերի։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք։ Շատ լավ։ Եկեք խոսենք այն կարևոր հետաքրքիր իրադարձության մասին, որը եղավ ընդհանրապես մի քանի օր առաջ այստեղ արդեն Հայաստանում։ Նաերա սկզբից անցնենք այն բոլոր հետաքրքիր կոմպոնենտներով, որը ձեր տիրույթում է, հետո արդեն կգնանք Ավրահամ Ռուսոյի հետևից։ Առաջինը ես ուզում եմ հայտնեմ մեծ շնորհակալություն Տիգրանուհին եւ Անահիտ Киракосянин, то, что խոսեմ ռուսերեն, да, то, что я имела честь на данном мероприятии открыть его показом бренда Наира Арутюнян. Для меня это очень много всего значит, и я привезла кутюрную коллекцию над моделью и образом которой каждой была совершена работа не менее 3 месяцев. Это все ручная работа. Вау. Դժվար չէ։ Շատ էր դժվար։ Ինչ հետաքրքիր է, երբ որ ներկայացնում են օտկուտյուր տարբերակով, ինչ չափանիշներ կան, որ պիտի պարտադիր մեջը լինի, որ համապատասխանի հենց այդ գծին։ 80% ручной работы. Да, да. И даже строчка Неря, да, крепежные все вот эти вот строчки, это тоже очень большое количество из них сделано вручную. Բայց եկեք գանք սկզբից ցուցադրության միտքը, առասարակ այս ամբողջ կազմակերպվածությունը ոնց ստացվեց, որ նախաձեռնությունը արդեն իրականություն դարձավ։ Իրականում իմ բոլոր ընկերները ինձ ճանաչելով հանդերձ գիտեն, որ իմ մոտ ամեն ինչը ստացվում է մի ժամում կամ 1 օրվա ընթացքում։ Երբ որ Ավրամը հին արենում ելույթ էր ունենում, այդ ժամանակ իմ ընկերները ասացին, իսկ ինչի մենք տենց ավելի ջերմ ու հետաքրքիր ֆորմատով ոչ մի բան չենք ունենում, որպեսզի մեր համար ավելի հաճելի լինի վերհիշենք Ավրամին եւ այլ եւ այլ։ Ու ես տենց մտածեցի, ասեցի, թե լավ, դե ուրեմն ինչ որ մի բան կկազմակերպենք, ու քանի որ ինքը բարբերաբար ամսվա մեջ 1 անգամ կամ 2 անգամ լինում է Հայաստանում,
Ու երբ որ ինձ անգարեց ասաց, որ ես գալիս եմ ու հետո գնալու եմ Դուբայի համերգի, ես որոշեցի, որ այդ մի օրվա ընթացքում կարելի է կազմակերպել ինչ-որ հետաքրքիր միջոցառում, ու այդ ժամանակ Անահիտներ իմ կողքը, ու մենք մտածեցինք, լավ, ինչ կարելի է անել, ինչ ֆորմատով կարելի է անել, որ հետաքրքիր ստացվեր, ու ամենահատկանշականն էր, որ մենք ընդհանրապես գումար չունեինք ու բյուջե չունեինք նախատեսած այս ամեն ինչի համար, ու ունենք մի քանի ժամ։ Հետո հայտնվեցինք Զեյնում, մեր ընկերներից մեկի ծննդյան օրն էր, որոշեցինք, որ հենց այդ տնօրենին հարցնենք, ասենք կարելի է ձեր մոտ այսպես ինչ-որ մի հատ միջոցառում կազմակերպել, ու տեղից սկսվեց ամեն ինչը, ու տենց որոշեցինք, որ կվերցնենք այդ տարածքը, կազմակերպենք, մենք իհարկե շատ հետաքրքիր շոու ծրագրել էինք մտածել, բայց քանի որ եղանակը բավականին վատն էր, շատ անձրևային էր, բայց ամենայն դեպս եւ ցուցադրումը եւ ելույթը շատ հետաքրքիր ստացվեց ու այդտենց մի անգամից գաղափարը ստացվեց ու մի անգամից արվեց։ Հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվել։ Это ж не прямой эфир, еще раз можно? Это прямой эфир. Русерин. Այսինքն այն ինչ որ ներկայացվեց было впервые или? Нет, данную коллекцию я уже презентовала в Москве, и данную коллекцию я презентовала в Санкт-Петербурге. Հայ հանդիսատեսի համար առաջին անգամ է ներկայացվում ամենդը։ Այո։ Շատ լավ։ Իսկ արձագանքները ինչպես։ Всем очень понравилось. Я получала очень много комплиментов, очень много восхищения данной коллекцией, особенно те, которые понимают вот именно сколько было работы вложено над каждым изделием. Да, в этот день была дождливая погода, и тоже очень интересно получилось, что именно в момент, когда объявили показ бренда Наира Арутюнян, именно в этот момент дождь прекратился. Модели красиво, достойно прошли. И в самый последний момент, когда уже объявили меня, и я вышла с поклоном и благодарностью, дождь начинал набирать обороты, вот только-только, да, и потом уже пошел сильный ливень, и настолько была высокая энергетика, и все люди собрались действительно радоваться данному дню и получать удовольствие, что никакой дождь, да, плохая погода и пасмурное небо нам не помешали. Տիգրանի Աբրամը վերջերս նաև ներկայացրեց իր գրքերից եւս մեկը, որովհետեւ մենք գիտենք, որ Աբրամը պարբերաբար ներկայացնում է առաջի երկու գրքի շնորհանդես, ես հիշում եմ տարիներ առաջ էր այստեղ, ես իր հետ անցկացրեցի, բայց հիմա արդեն եւս նոր գիրք կա, որը ներկայացրեց հանդիսատեսի դատին։ Ինչ, ոնց, ինչպես Իրականում, քանի որ ինքը դեռ փոքր ժամանակվանից սիրել է եկեղեցին ու իր մոր հորդորով ինքը երկար ժամանակ ուսուցել է նաև որպես հոգևորական, բայց միևնույն ժամանակ իր խոսքերով, քանի որ իր մեջ երաժշտությունն ավելի ուժեղ էր, ինքը գնաց ավելի երաժշտական ճանապարհով, բայց իր մեջ միշտ եղել է հոգևորի հանդեպ սերը։ Իսկն իր գրքերը գրելու ժամանակ ինքը աշխատել է բավականին լուրջ պրոֆեսորների հետ, ովքեր որ գտնում էին Ամերիկայում, դե կարծում եմ դուք գիտեք, մենք անգամ փոքր փակ հանդիպում կազմակերպեցինք վերջի գրքի հետ կապված։ Գրքերից մեկը խոսում է բժշկության մասին, դեռ հին ժամանակներում, երբ որ բժշկությունը զարգացած չէր, մարդիկ ավելի շատ աշխատում էին դեմքի միմիկաներով, հասկանային ինչեր, եղունգներով, լեզվի միջոցով։ Ավրամի մոտ դա ինչ որ ասոցացվել է ու ինքը որոշել է ուսումնասիրել հենց այդ գիտությունը։ Առաջի գիրքը բժշկության մասին է, երկրորդ գիրքը Իզարմանս ինձ հավատքի մասին է, որտեղ որ բավականին շատ խոսվում է ինչպես պաշտպանվել չար ուժերից եւ երրորդ գիրքը նույնպես նման ինչ որ մտքեր ունի արտահայտված, թե ինչպես պահել քո արմատները, կապ չունի դու որ ազգին ես պատկանում, բայց լինել քո արմատներին շատ մոտ, պահել քո հավատքը, քո կրոնը ու միևնույն ժամանակ ավելի շատ այդ գրքի մեջ խոսում է հոգևոր աշխարհի մասին, հոգեկան ներաշխարհի մասին, որ ինչքան բարդություններ, դժվարություններ բոլորիս կյանքում է լինում, բայց երբ որ ներաշխարհը բավականին հանգիստ վիճակում է լինում, դու ցանկացած դժվարություն հաղթահարում ես։ Ես sense կարճ բառերով ասեմ, ուղղակի գիրքը բավականին շատ խորը իմաստ ունի ու այդ պետքա ուղղակի կարդալ, հասկանալ ամեն մտքի հետևում ինչ է թաքնված, որտեղ ինքը շատ խորը գրքեր են։ Եվ քանի որ այստեղ է 25 թվականի տրենդներից էլ անպայման հարցնենք, ինչն է այսօր ամենանորավոճը, ինչը էլ տրենդային չի, բայց մարդիկ շարունակում են կրել։ Ну, меня очень сильно радует то, что мы возвращаемся в элегантный стиль.
да, в женственность. Это я сейчас говорю именно про женскую одежду, по женское направление, так как работаю именно в этом сегменте, что у нас уходят оверсайзы, и уже приобретаем мы, так сказать, приталенный силуэт. Для меня это очень важно, потому что все-таки, если вы даже посмотрите, да, на показ, женщина должна быть элегантной, роскошной и эстетичной. Это прежде всего, когда мы показываем нашу суть, да, для чего мы были рождены, нашу женскую элегантность и эстетичность. Ну и, конечно же, сейчас набирают обороты именно индивидуальный стиль, что каждый работает над своим личным брендом, да, и узнаваемость собственного почерка. Ինչ նորություններ են սպասում ձեր կողմից այս տարվա մինչև ավարտը։ Мы сейчас расширяем влияние бренда Нейра Арутюнян в Армении, и будет очень много точек представительства бренда именно здесь, да, где можно будет ознакомиться и приобрести бренд. На сегодняшний день он уже 3 года как представлен в Ереване. Меня очень радует то, что здесь многие уже приобретают бренд, и также меня радует то, что с каждым моим приездом из России у меня появляется все больше и больше клиентов на разбор гардероба и шопинг-сопровождение. То есть это масса лястых шатляв заргану, и меня это как дизайнера и как стилиста очень радует. Ну и, конечно же, развитие Академии моды, стиля и этикета, как бы мы красиво не выглядели, как бы эстетичен не был бы наш внешний вид, знание этикета, умение красиво говорить, это все очень сильно влияет на восприятие нас обществом. И поэтому у нас сейчас еще сильно развивается именно это направление, где обучаются как дети, так же подростки и взрослые. Եվ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը ոճային լինելու համար, կարևոր է միայն հագուստը, թե նաև զարդերը, պայուսակը, կոշիկը, ամեն ինչ։ Ամեն ինչ. И как я люблю говорить, что как бы мы хорошо не выглядели, если на нас нет вот этих аксессуаров, которые дополняют наш образ, это то же самое, что написать предложение и не расставить знаки препинания. Вроде бы красиво, но не до конца понятно. Լավ, այս ամեն ինչը կանանց հետ кафված, բա տղամարդկանց։ Տղամարդկանց հետ, մեղավոր չենք։ Я могу сказать, что с Авраамом Руссо мы уже знакомы как 15 лет. Да, и наше первое знакомство произошло, когда он прилетал в Россию с концертной программой, я была приглашена туда, и в конце у меня была возможность с ним лично познакомиться и сфотографироваться. И тогда я помню, когда мне ему представили, он сказал: Наира, у меня проблема. Во время всех этих шоу у него разорвалась рубашка. Пожалуйста, сделай что-нибудь. Завтра мы улетаем, и у нас большая концертная программа, с этим надо что-то сделать. Я помню, что я забрала домой и ночью сидела, это все подшивала, чтобы этого всего не было видно. На следующий день мы отдали. Ну и сегодня могу сказать, что Авраам Руссо – это первый и единственный мужчина, для которого бренд Нейра Арутюнян изготовит очень красивое изделие для его концертных программ. Да, шնորհակալություն։ Может быть, это перерастет потом в дальнейшем. Может быть, я буду вторым. Да, может быть, вы будете Դες ում եմ Երևանի Սափո Ռոզեգինին, որովհետև ցանկացած հաջողություն դա հաղթանակ է, եւ հաջորդ հաղթանակները արդեն նշեք հենց այս գինու հետ միասին, կամ պարզապես շարունակեք Անահիտի ծնունդը այսօր այս գինու հետ միասին, չգիտեմ, եթե Անահիտը հիմա իհարկե մեզ դիտում է։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ էլի շատ հետաքրքիր գեղեցիկ խոսքեր են ներառված մեր հայտնի բանաստեղծներից կամ երգերից։ Երկու բացիկներ ձեզ, մեկը Թաթայի խոսքերից են, աչքերդ բացես ու ծաղիկներ տեսնես, չիմանաս ով եմ եղել ես, մյուսը Անդրե, իմ սերը քեզ թևեր թողտա։ Սա նվիրեք այն մարդկանց, ովքեր ձեզ իհարկե թևեր են տալիս եւ իհարկե ձեզ տալիս են հենց այդ լավ տրամադրությունը։ Դե սպասենք նաեւ հաջորդ նորություններին, Ավրահամի հետ կապված երևի թե բարբերաբար Ավրահամը Հայաստանում է լինում։ Ավրամի հետ կապված մենք հունիսի 18-ին ունենք իր մենահամերգը, իր երգի 25-րդ տարին է լրանում, երկարվեստի, եւ բոլորին սիրով սպասում ենք մարզահամերգայինում, քանի որ էլի շատ հետաքրքիր ու յուրատիպ ծրագրային շոու ունենք։ Շնորհակալություն ձեզ, կհանդիպենք արդեն երևի թե այդ ժամանակ եւս մեկ անգամ, այնպես որ ձեզ հաջողություններ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ անդրադառնալու ենք մեր ամենահետաքրքիր էջերից մեկին, որը միտում ունի ոգեշնչելու, որպեսզի վեր կենաք եւ մարզվեք սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ րոպե նրանց մեր եթերում կլինի առավոտը Hills-ում էջը։ Այո, Hills սպորտային համալիրը յուրաքանչյուրիս համար ունի նախատեսված հենց սպորտային մարզաձև, որը կարողանում է ոչ միայն բարելավել մեր մարզային տեսքը, նաեւ իհարկե կարողանում է հետևել մեր առողջությանը եւ տալ այն առողջ ապրելակերպի միտումը, որը շատ կարեւոր է յուրաքանչյուրիս համար։ Եվ մի պատճառ բռնեք, որ դե ժամանակ չունեմ, այնքան զբաղված եմ, արտահայտությունը վաղուց արդեն հնացել է եւ նորաձև չէ։ Պետք է ժամանակ գտնել եւ գնալ մարզվել, սա կօգնի, որպեսզի կարգավորեք նաեւ ձեր իմունիտետը։ Այնպես որ տեղափոխվենք Hills եւ տեսնենք այսօր ինչ է մեզ առաջարկվում։ Hills սպորտային համալիրում լողի դասընթացները սկսվում են արդեն 3 տարեկանից, հատուկ նախատեսված փոքրիկների համար։ Այստեղ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ երեխաները հեշտությամբ հաղթահարեն ջրի հանդեպ վախը եւ սկսեն ազատ զգալ ջրում։ Դասերը ներառում են լողի հիմունքների ուսուցում, շնչառության վերահսկում, ջրի մեջ շարժումների ճիշտ կատարում եւ ադապտացիոն վարժություններ։ Փոքրիկների մարզումներն անցնում են խաղային միջավայրում, ջրային խաղերի եւ փոքր մրցույթների միջոցով, ինչը սովորեցման գործընթացը դարձնում է առավել հետաքրքիր եւ հոգեհարազատ։ Մարզիչները հատուկ անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ, հաշվի առնելով նրա զարգացման փուլը եւ բնավորությունը, ապահովելով ջերմ եւ անվտանգ միջավայր։ Այստեղ դասերը դառնում են ոչ միայն լողի ուսուցում, այլև համբերության, թիմային աշխատանքի եւ վստահության սերմանում։ Այո, շատ կարևոր է, որպեսզի երեխաներին հենց փոքր հասակից սովորեցնել դեպի սպորտը եւ իհարկե դեպի առողջ ապրելակերպը։ Իսկ լողը այն հրաշալի տարբերակն է, որը մարզում է բոլոր մկանները, նույնիսկ այն մկանները, որոնք շատ քիչ են շարժման ենթարկվում, լողի շնորհիվ բոլոր մկանները շարժվում են եւ մարզվում։ Լողից հետո ինչն է ավելանում, իհարկե քաղցը, եւ հիմա տեղափոխվում ենք Խոհանոց, որպեսզի տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն ինչ է ստեղծագործել այնտեղ։ Ադրինե, Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, այսօր իմ առաջարկը ինչ որ առումով ստեղծագործ է, այո, հետաքրքիր է։ Այսօր պարզապես որոշել եմ, որ կարելի է մի գեղեցիկ հավաքածու պատրաստել պանրից, երշիկից, մրգերից, բանջարեղենից, հետաքրքիր մի հավաքածու, որը կարծում եմ շաբաթվա ընթացքում եթե չհասցնեք, գոնե մոտակա օրերին օրերին հաստատ այն պետք կգա, որպեսզի ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի անդամների հետ վայելեք գեղեցիկ, այսպեսի տոնական սեղան։ Եվ ինչ էր իմ առաջարկը, եթե հիշում եք, մենք շերտավոր խմորով պատրաստեցինք ռոլեր, փոքրիկ այսպիսի, այն փաթաթելով վրան քսեցինք հավկիթ եւ քունջուց ցանեցինք, տեղափոխեցինք
ջերոց, ահա այսպիսի գեղեցիկ հացիկներ ստացանք։ Ես մի փոքր արդեն շտապել եմ հավաքել այն տախտակը, որի վրա իհարկե պետք է մատուցենք մեր գեղեցիկ հավաքածուն, ահա այսպիսինն է նա։ Այսպիսի մեծ տախտակ է անհրաժեշտ, եթե չունեք, սիրելիներս, մի բան էլ ասեմ, առաջարկեմ։ Եթե այնպես ստացվի, որ տանը չլինի այսպիսի մեծ տախտակ, կարող եք շատ մեծ գեղեցիկ ափսեի մեջ այն հավաքել, կարող եք պարզապես յուղաթուղթը, այսպես մեր լեզվով ասած տնական լեզվով ճմրթել, այսպես եւ բացել, փռել սեղանի վրա եւ յուղաթղթի վրա հավաքել այդ գեղեցկությունը։ Այնպես որ չանկարծ չխառնվեք իրար, եթե հասկանաք, որ սա պետք է պատրաստել, բայց համապատասխան աման չունենք, ապա կարելի է այդ յուղաթղթով իրագործել այս գեղեցկությունը։ Եվ հիմա շարունակելով ասեմ, թե ինչ ենք անում։ Ահա։ Ես հայացք դեպի ինձ էի էսենց թեքել տախտակը, որպեսզի տեսնեմ վիզուալ արջևից ինչպիսի տեսք ունենա եւ հիմա տեղափոխեցի այսպես, որպեսզի հեռուստայտողը տեսնի։ Շարունակենք աշխատանքը, ինչ ենք անում հիմա։ Պատկերացնում եմ, վերջում ինչ գեղեցիկ է լինելու, որովհետեւ այստեղ դետալները որ տեսնում եմ։ Իդեպ չգիտեմ, այսինքն հեռուստադիտողին թե ոչ, որ մենք հիշեցինք Վարսակի Փաթիլներին։ Չենք ասել, ասա, կխնդրեմ, որ ասես դու դրա մասին։ Խլոպյան հայերեն Վարսակի Փաթիլներ, սիրելի հեռուստադիտողներ, եւ անմիջապես հիշեցինք, երբ դադար եղավ։ Այո, անմիջապես, այո։ Դա այդպես պետք է ռեքը անջատել։ Որպեսզի մենք հիշենք։ Այո։ Ահա, երշիկն էլ տեղադրեցինք, ահա, այսպես։ Հիմա հավկիտները կտրենք եւ փորձենք տեղադրել։ Ես այստեղ այ Վարսակի Փաթիլներով հացիկներից ունենք այստեղ եւ կարող ես այս մի քանի հատիկ այս հատվածում տեղադրել։ Խավիարը միջուկ որպես անցկացրել ես։ Սա էլ կարող ես այո դնես վրան եւ մյուսը, որը այո խավիարով է, կարող ենք շարել հենց այս տարածքում։ Ահա։ Այսպես գեղեցիկ, ես էլ այս ընթացքում կկտրեմ խաշած հավկիթը։ Ինչպես մեզ շատ ելի հեռուստադիտողներին կհիշեցնեմ, որ այս համեղագույն խավիարը մեզ առաջարկում է Էջևանի գինու գործարանը, որը բացի անմահական գինիներից, որը հայտնի է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, նաև պահածոների լայն տեսականի է ներկայացնում, ահա մի հատվածը, ընդամենը մի հատվածը եւ փոքր հատվածը հիմա տեսնում եք ձեր էկրաններին, նաև հյութերի մեծ տեսականի եւ այս ամբողջ արտադրանքը պատրաստում են Իջևանում բնակվող մեր հայրենակիցները, տատիկները եւ այդ իսկ պատճառով շատ տնական եւ շատ համեղ է Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող թե պահածոները եւ թե հյութերը։ Այո, հյութերը մենք վերջում անպայման այս սեթի, այս հավաքածուի հետ միասին նաև կմատուցենք համեղ հյութեր։ Ես կարծում եմ քո տախտակը փոքր է, այս կարծում ես։ Այո, եւ կպահեմ ես եւ Սուրենը կուտենք, մեկը ինձ, մեկը Սուրենին։ Շատ բարի, թող լինի այդպես։ Միևնույն է վերջում բոլորս այսպես պետք է վայելենք այս գեղեցկությունը։ Թող երկուսն էլ մնա կողքի վրա, այդ հարց չկա։ Եվ իհարկե, այստեղ ինչ ենք ավելացնում, մենք ունենք բազմապիսի խառը բաներ, այո, մրգեր, բանջարեղեններ եւ այլն եւ այլն։ Բայց Սոնա, կխնդրեմ դու ինձ փոխանցես նաեւ թթվասեր, շատ տեղին կլինի, ես կարծում եմ, որպեսզի այս օրինակ հացիկները, որը մենք պատրաստեցինք շերտավոր խմորից, այսպես թաթախենք թթվասերի մեջ եւ վայելենք։ Իսկ թթվասերը ես քեզ կփոխանցեմ Էլոլա ընկերության, որը բազմիցս նշում են եւ ոչինչ չենք չափազանցնում, բացառապես անարատ կաթից է պատրաստվում այս ընկերության կաթնամթերքը, նաեւ պանիրների լայն տեսականի ունի, որը դուք տեսնում եք հիմա մեր էկրաններին, կարող եք ձեռք բերել եւ վայելել, հատկապես երեխաների դեպքում կարող եք բացառապես նախընտրել միայն Էլոլա, որովհետեւ իսկապես անարատ կաթից է պատրաստվում եւ այս ամբողջ բարիկներն էլ Սյունյաց աշխարհից են մեզ հասնում։ Այո, դու շատ ճիշտ ներկայացրեցիր ամեն բան։ Հիմա մենք այս գեղեցիկ ամանիկի մեջ կլցնենք նաև այո թթվասերը եւ կտեղադրենք հենց այստեղ։ Մեծ փոքր։ Բերեմ փոքրով ավելի հարմար կլինի, սիրելիս, շնորհակալ եմ քեզ։ Կարծում եմ ավելի հարմար կլինի։ Ընտիր։ Ես հաճույք եմ ստանում նույնիսկ լցնելու պահից, որովհետեւ մենք Էլոլայի շնորհիվ կարողանում ենք այս հաճույքը զգալ։ Ահա կտեղադրենք այս հատվածում, ահա փորձենք այստեղ տեղադրել այն։
Այսպես, սա դնենք մի կողմի վրա։ Ահա։ Եվ փորձենք հիմա ինչ որ հատվածներում տեղադրել նաև այս գունեղ գեղեցիկ լոլիկները եւ մրգերը։ Երևի խառը, չէ՞, ինչ։ Խառը, անպայման խառը, որպեսզի այսպես էսթետիկ այդ գեղեցկությունը պահպանենք։ Այստեղ ունենք մրգերը եւս պետք է ավելացնենք։ Սիրելիներս, խույս չտաք, չմտածեք, եթե օրինակ որովե այլ միրգ է Այո, ձեր միշտ- ձեռքիցակ, ընդհանրապես խնդիր չի կամ այլ բանջարեղեն։ Այստեղ պղպեղներն էլ գունավոր շատ հետաքրքիր կլինեն, չգիտեմ, ընկույզը շատ Ամեն հետաքրքիր ինչ, կլինի այո։ այնտեղ են։ Ինչ Օ, ուզում եք։ ասացիր ընկույզ մոռացա, որ մենք պետք է ընկույզ ձեռք բերեի, որովհետև շատ համահունչ է այս ամենի հետ ու մոռացել եմ, բայց ոչինչ, որևիցե հարց չկա, դա էլ կթողնենք հաջորդ Դες ես եմ անգամ։ կարողանում օգտակար լինել խոհանոցում։ Այո, Հիշեցումներ ես եմ անում մեկ-մեկ։ Դու շատ ճիշտ ես անում, որովհետև Նայ, համախոհում եմ։ այո, լավ ես անում, ցավը անուշ լինի։ Շատ անուշ Իդեպ լինի։ տոնց նոր եմ սկսել սիրել։ Իսկապես։ Չէի սիրում, հա, այս Ամենահամեղ միրգն է։ 1 տարի է ինչ սկսել եմ տանց սիրել, որովհետև իսկապես շատ համեղ է։ Շատ համեղ է եւ շատ իմիջայլոց օգտակար, այնպես որ տանց պետք է հաճախ օգտագործել, իհարկե։ Այստեղ մեկ լոլիկ ունենք։ Լոլիկը կարող ես այո, կարող կարող ես ինչ որտեղ տեղադրել։ Ես նույնիսկ այս գեղեցիկ ելակը կարող եմ հենց այսպես թթվասերի վրա տեղադրել։ Էլի կարող ենք մրգեր ավելացնել, անպայման։ Ահա։ Այսպես, որպեսզի Ասում եմ, չէ, շատ տախտակը փոքր է գեղեցիկ քո ամբողջ այս Այո, բարիքների այո, համար։ դու ճիշտ ես, մի փոքր է, բայց ասում եմ, եթե հերոստադիտողը Դեռ երկրորդ շերտ ավելացնում։ ոչ մի դեպքում դեմ չեմ, ոնց հաճելի է հենց այդպես էլ դասավորեք, սիրելիներս, եթե չկա համապատասխան տախտակը, եթե չկա համապատասխան մեծ աբսենտ, չնայած ես վստահ եմ, որ բոլորի տանը ինչ որ գոնե մեծ սկուտեղ կգտնվի, ուրեմն կարող եք յուղաթուղթը պարզապես այսպես տրորել, փռել սեղանի վրա ու այդ հաճույքը շարել յուղաթղթի վրա, այնպես որ հարց չկա։ Մի քանի բան կարող ենք այստեղ նաև լրացնել, այո, հետևի հատվածում, իհարկե տեղ ունեն։ Հետո կշրջենք։ Այո։ Այսպիսի գեղեցիկ բաներ, մենք կմատուցենք նաև հյութ այս հաճելի եւ գեղեցիկ սեթի հետ եւ կասենք, որ անպայման փորձեք շաբաթվա ընթացքում կամ հանգստյան օրերին այսպիսի գեղեցիկ մատուցում Իսկ կարող եք պատրաստել։ նաև Իջևանի գինի հետը առանձնացնել։ Ես մեծ հաճույքով, որովհետև ես կարծում եմ սպիտակ գինի, չգիտեմ ինչու ես հակված եմ սպիտակ գինու կամ ռոզե, ես մեծ հաճույքով այդ երկու տարբերակը օրինակ կհրամցնեի այս սեթի հետ, բայց այնպես չի, որ կարմիր գինին հարմար չի լինի։ Ճաշակի հարց է ընդհանրապես, բայց շատ համահունչ կլինի, հատկապես ուրբաթ երեկոյան։ Ընկերներով կհավաքվեք, այո, ընկերներով կհավաքվեք, գինին կբացեք սեթը, կպատրաստեք մի լավ ֆիլմ, այսպես կորոշեք երեկոն է, պակաս ուրբաթ երեկո, չէ՞, բայց որ կարևորը թե երբ կկազմակերպեք եւ թե ինչպիսի մարդկանց հետ ում հետ կկազմակերպեք, թե չէ օրը ընդհանրապես խնդիր չի։ Խնդիր չի, իհարկե խնդիր չի, բայց ես ուզում եմ նշել, որ այն ինչը որ տեղադրված է այս տախտակի վրա, սիրելիներս, շատ օգտակար, շատ մեր օրգանիզմին անհրաժեշտ մթերքներ են։ Իհարկե, երշիկեղենը երբեմն վախենում ենք, բացառում ենք, ասում ենք պետք չէ հաճախակի երշիկ օգտագործել, իհարկե պետք չէ։ Սա պարզապես այսպես մի փոքր չարաճճիություն է, բայց ունենք ընտիր կաթնամթերք, ունենք պանրի տեսականի, ունենք հավկիտ, ունենք վիտամինների մի մեծ փունջ, մրգերը, սա ամենակարևորը, եւ իհարկե այս հացը, որը բարսակի փաթիլներով է, էլի շատ օգտակար, շատ կարևոր մթերք։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, ինչու ոչ օգտվել այս հնարավորությունից, երբեմն այդ սովորական ուտեստներից հեռանալ եւ այսպիսի բաներ մատուցել, այնպես որ չգիտեմ ինչ ասեմ, ձեզ բարի ախորժակ, փորձեք ինքներդ էլ պատրաստել եւ այլն։ Մի քիչ էլ խոսես, էլ չեմ կարողանա աշխատել, կմնամ այստեղ։ Դրա համար հիմա կարճատև դադար մեր եթերում, մենք այսօր դեռ հյուրեր ունենք դիմավորելու եւ շատ հետաքրքիր զրուցելու իրաց հետ, այնպես որ ապայման մնացեք առաջին ծրագրի հետ։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում մենք մեր եթերը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է ջազի միջազգային օրը, որը մեծ շուկով նշվում է նաև Երևանում։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ջազի միջազգային օրը կնշի առանձնահատուկ համերգային ծրագրով։ Ճանաչված եւ սիրված ջազային ստեղծագործությունները հանդիսատեսին կներկայացվեն կլավեսինի յուրահատուկ հնչեղությամբ։ Եվ այս առիթով Ֆրանսիայից Հայաստանը ժամանել կլավեսինահար Սոնա Տոնապետյանը ներկայացնելով բարոկ բոսանովա բուգի-վուգի հագեցած ծրագիրը։ Համերգը կանցկացվի ջազի միջազգային օրի 2025 համընդհանուր միջազգային միջոցառումների շրջանակներում։ Մեր տաղավարում են Սոնա Տոնապետյանը, կլավեսինահար եւ Արմեն Սուքիասյանը, կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ դուք։ Շատ լավ։ Մեծ տոն է սպասվում բոլորիս, ապրիլի 30-ին։ Ինչպես միշտ։ Ջազի միջազգային օրը։ Ուզում եմ հասկանալ, ինչքանով ենք մենք այս տոնին նախապատրաստվում, որտեղ ես գիտեմ, որ ջազը Հայաստանում շատ հին պատմություն ունի եւ արմատացած է, եւ Փառք Աստծո այսօր աշխարհում մեզ նաեւ հենց այս ոճի մեջ գիտեն։ Ճիշտ է, քանի որ ջազի ավանդույթները բավական տարիների այսինքն պատմություն ունեն Հայաստանում, սկսված Սոլակ Վարդազարյանից, Արտեմ Այվազյան, Կոստանտին Օրբելյան, մինչև այսօրվա երիտասարդ հրաշալի երաժիշտները, որ ունենք, որոնք այո, աշխարհով մեկ ճանաչել են դարձնում նաև Հայաստան իրենց կատարումներով, իրենց տաղանդով։ Բարբերաբար արդեն քանի տարի Երևանում անցկացվում է ջազի միջազգային օրվա հետ կապված միջոցառումներ, անշուշտ քաղաքապետարանը իր մասով է միշտ կազմակերպում, իսկ կամերային երաժշտության ազգային կենտրոնը փորձում է ուղղակի ետ չմնալ եւ ունենալ իր հետարքիր եւ ուրույն ծրագրերը, եւ մենք տարիների ընթացքում արել ենք համերգներ այս նույն ապրիլի 30-ին, որին մասնակցել են Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ունեցել ենք բավական հետարքիր նախագիծ երգյոն եւ ֆլեյտա դասական երգյոնի մասին է խոսքը եւ ուրեմն Ժանա Դավթյանի ֆոլք պրոջեկտը, որ էլի արել ենք։ Մեզ իհարկե շատ հաճելի է, որ ամեն տարի ստանում ենք նաև շնորհակալական նամակներ, ասենք ջազի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հերբի Հենկոքից, որ այսինքն մենք մեզ բավական շոյված ենք զգում նաև այդ իմաստով, որ գնահատվում է մեր աշխատանքը, մեր համերգները իրենց էջում դնում են, նշում են, հետո մենք տեսանյութեր ենք ուղարկում, եւ երբ որ անցյալ տարի մենք հանդիպեցինք Սոնայի հետ, եւ ինքը որ պատմեց, որ ինքը կլավեսինով ջազային երաժշտություն է կատարում, անշուշտ միանգամից մենք մտածեցինք, որ հաջորդ տարի ապրիլի 30-ին մենք ունենանք այս համերգը, որի առիթով եւ Սոնային հրավիրել ենք եւ այսօր նա նաեւ ձեր հյուրն է։ Սոնա, հատուկ եկել եք համերգին մասնակցելու համար եւ ծրագիրը շատ հետաքրքիր է, որը ներկայացնելու եք։ Նախ տպավորությունները եւ ինչ սպասելիքներ ունեք օրվանից։ Ուրեմն շատ ուրախ եմ, որ հրավիրված եմ այս պարատոնի համար, որ այս ջազ նվագներս եւ տարբեր նվագներս բաժանվեմ հայկական ժողովուրդներու համար, ինչ որ իրավ որ ջազ նվագել կլավեսինին վրա շատ տարբեր բան մեն է, որ ամեն մարդ զարմանա, ինչ որ երբեք չլար եւ ինձ համար կարևոր է որ ցույց տամ որ կլավեսինը ոչ միայն բարոկ նվագագործիկ մնա շատ բաներ կարող ենք անել ադորամար 20 տարի է իվեր փոխադրություն պատրաստում եմ տարբեր բարերու մասին մանավանդ ինչ որ բարը շատ սիրում եմ եւ հայկական բարան փոխադրություն եմ կլավեսինի համար եւ այս արտիվով այս ամերիկա համար ֆրանսիական ջազա պատրաստեցի եւ Ֆրանսիայից շատ համերգ գերտամ եւ ջազ համերգի գերտամ եւ նույնիսկ նվագը մեդիկնում ենք եւ կարող ենք բարել այսպես շատ հնգերներ ունեցա կամաց ջազմենները եւ այսպես եկավ ինչու նվագեմ բուգի եւ տարբեր բաներ անոնք օգնեցին ինձ որ փոխադրեմ նվագները եւ 15 տարի առաջ հրավիրեցին ինձ շատ մեծ պարատոն ինտերնացիոնալ ամենամեծ պարատոնը ինտերնացիոնալ Ֆրանսիայից առաջին անգամ աշխարհի մեջ կլավեսին մգա պեմին վրա եւ մինագս նվագեցի եւ դրամսի հետ եւ դաշնամուր եւ դարբեր բաներ եւ շատ հետաքրքիր էր Քանի որ ջազի միջազգային օր 2025-ի համընդհանուր միջոցառումների շրջանակ, հա,
Եվս էլ ինչ միջոցառումներ են նախատեսում, որոնք ջազ սիրահարների համար տոնը կդարձնեն կատարյալ։ Գիտեմ, որ Կասկադում ինչպես միշտ լինել են համերգներ, ժամ 5-ից սկսված, մինչև ուշ 3-ը, դա ավանդական միշտ լինում է եւ տարբեր երաժշտախմբեր են հայաստանյան, անկեղծ ասած չգիտեմ արտերկրից հյուր ունենք այս տարի թե չէ։ Եվ բացի դրանից կարծեմ Արցախի պետական ջազ նվագախումբը ունի նախ ծրագիր, որ անելու է մի քանի խմբեր մասնակցում են այս տարի եւս։ Ընդ որում այդ ամեն ինչը տեսել եմ հենց իրենց կայքում։ То есть միջազգային ջազի ասոցիացիայի էջում եմ տեսել, թե մենք ինչ համերգներ ունենք։ Իդեպ ես նկատել եմ դուք ասեք էլի ճիշտ է թե ոչ, որ վերջին տարիներին հայ հանդիսատեսի կողմից ջազի նկատմամբ սերը ավելի մեծացել է եւ ավելի համատարած է դարձել։ Ես դա նկատում եմ նաեւ Կասկադի համերգների ժամանակ, երբ յուրաքանչյուր տարի, քանի որ բաց է եւ շատ մարդիկ այնտեղ լինում են երեկոյան հատկապես, նույնիսկ տեղ չի լինում։ Մի քանի տարի առաջ չեմ հիշում, որ այդպես լիներ։ Այո, տարի ավելանում է։ Դե երևի նաև պատճառներից մեկը նա է, որ իսկապես ունենք հրաշալի երաժիշտներ եւ ուրեմն ավելի հին սերնդի դեմս Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի եւ ի վերջո մեր այսօրվա երիտասարդները ներողություն Տիգրան Համասյան, Վագն Հայրապետյան եւ լիքը այսքան բավական շատ ուրիշ լավ երաժիշտներ ու խմբեր, որոնք բավական ակտիվ են եւ որակով են։ Իսկ փառք Աստծո ինչքան էլ լինում են դեպքեր, որ մենք տարակուսում ենք տարբեր տեսակի մեր հանդիսատեսի եւ մեր ժողովրդի երաժշտական ընտրությունների մեջ, բայց կա լավ ճաշակով հանդիսատես, որը գիտի իսկապես գնահատել լավ արվեստը։ Եվ հաջորդ հարցը հետևաբար ձեր կարծիքով այս առումով մենք դեռ անելու բան ունենք, թե բավական է միայն այս որակը պահենք եւ այդ շատանալը հանդիսատեսի տարեց տարի իր հունով այդպես կգնա։ Չէ, որակը պահել պետք չէ, եթե մի բան պահում ես, ինքս կսկսում չանալ։ Պետք է միշտ առաջ գնալ, որպեսզի այդ գոնե եղածը պահես, ամենակիչը։ Սոնա, ջազը Ֆրանսիայում եւ ջազը Հայաստանում։ Տարբերությունը ձեզ ո՞րն է։ Տարբերությունը ջազ է, բայց հայերը ուրիշ ինֆլուենս ունին, ուրեմն ասել որ հայկական նվագը ունին իրենց արյունի մեջ, ուրեմն դարբեր ձևով նվագում են եւ կարելի է բոլորովին նույն ջազ նվագները չեն մտիգներ եւ երկուքն դա գրքիր է այստեղ ակացել եմ ջազ մտիգնելու դարբեր տեղեր։ Իսկ ջազ սիրահարները տարբեր են ֆրանսիացի ջազասերը եւ հայ ջազ սիրահարը։ Ոչ, կարծեմ դարբեր չէ։ Սերը։ Խոսենք նաև հետագա անելիքների մասին, որտեղ այնպես նշեցիք, հա ջազը պիտի անընդհատ լինի եւ հենց յուրաքանչյուր անհատ եւ ոչ միայն անհատ, պետք է յուրաքանչյուր քայլ անես, որպեսզի երաժշտությունը փոխանցվի եւ երիտասարդանա։ Այսօր ջազմենների շարքում շատ են երիտասարդները եւ դա բերում է նաեւ հենց ոճի երիտասարդացմանը։ Ինչպես եք տեսնում դուք արդեն հետագա տենդենսը։ Մի քիչ ինձ համար բարդ բան եք ասում, այն իմաստով, որ մասնագիտորեն նկատի ունեմ, բայց տենդենսներ իսկապես կան եւ փառք Աստծո ունենք լավ ակումբներ Երևանում նաեւ, որոնք գրավում են արտերկրի երաժիշտներին եւս, սիրով գալիս են այդ ակումբներում նվագում են, իսկ ջազը ակումբում դա արդեն խոսուն փաստ է ակումբ եւ երկրում, այսինքն ջազային տենդենսների մասին։ Մեր մասով կարող եմ ասել, որ մենք շարունակել ենք համագործակցությունը տարբեր ջազային խմբերի հետ, ընդ որում ոչ միայն հայ, նաև արտերկրի, հիմա չբացեմ շատ բակագծեր, բայց ուղղակի կասեմ, թե նախկինում ում հետ ենք մենք համագործակցել այդ ծրագրերի տեսակետից, հրաշալի ամերիկացի դաշնակահար ջազային Ուրի Քեյն կամ Ռիշարդ Գալիանո։ Մի քանի անգամ, այսինքն նույնիսկ Ռիշարդ Գալիանոյի հետ նվագախումբ ունեցավ տուր այդպիսի ծրագրերով Եվրոպայում։ Այսինքն այդ նախագծերը շարունակվելու են, մենք ունենք բացօթյա համերգներ, Կամբրային երաժշտության դիմաց, զբոսայգում, որտեղ բարբերաբար անում ենք ավելի հանրամատչելի եւ նաեւ իհարկե ջազային երաժշտություն հանդիսատեսի համար եւ անցյալ տարի կարծեմ հենց այդ համերգների շարքում էր, որ Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես եկավ մեզ մոտ այդ բացօթյա բեմը հարթակում, հանդես եկավ Հայկը Պետրոսյան իր ջազնավոր ծրագրով, Վագն Հայրապետյան ու էլի հիմա այսպես չեմ հիշում, բայց այսինքն այդ հարթակի վրա մեզ մոտ բարբերաբար լինում են ջազային համերգներ նաեւ։ Բայց մենք մեր մասով անպայման դրան անդրադառնում ենք այդ ոճին։ Հետաքրքիր բան կա, որ ջազը եւ ոչ միայն ջազը, հա, ցանկացած ոճ երաժշտական ամեն երկրում, ամեն մշակույթի մեջ ձևավորվելով եւ շարունակվելով
ունենում է հենց այդ տվյալ լոկալ մշակույթի որովից է տար։ Ջազը Հայաստանում, եթե այսպես ասենք, յան վերջավորությունը կա իր մեղեդիների մեջ։ Սա նկատվում է շատ հայտնի ջազմենների ներկայացրած երաժշտության մեջ։ Ըստ ձեզ, մեր յանով ջազը, հա, յան վերջավորությամբ ջազը, աշխարհում որքանով է ընկալելի։ Կարծում եմ շատ, որովհետև եթե ընկալելի չլիներ, ուրեմն ասեմ, որ Սովետական միության առաջին ջազ խումբը, որ մեկնել է ԱՄՆ ջազի հայրենիք, տեղել է հայկական ջազային նվագախումբը Արտեմի Ագասյանի ժամանակ, այսինքն Այդյանը արդեն այն ժամանակվանից է Այդյանը իր մասին խոսում էր։ Դե հետո իհարկե Կոնստանտին Օրբելյանը, որ այդ հսկայական աշխատանք կատարեց եւ այդ նվագախումբը դարավ իսկապես շատ բարձրակարգ, եւ այսօր էլ մեր նույն նվագախմբի ղեկավարները Արմեն Հյուսնունց կամ հիմա Դավիթը Մելքոնյան հրաշալի աշխատանք են անում, որպեսզի այդ ավանդույթները պահպանեն եւ ելի աշխարհի համար հայկական ջազը մնա այն տեսանելին ու այն հետարքերը, որ կար։ Այսինքն գործընթացը կա եւ աշխարհը իսկապես ճանաչում է մեր ջազը։ Դե հետո Տաթևիկ Վանիսյանն ենք ունեցել, այո, պատմություն ունեցել են եւ Փարքասով այսօր Արտաշես Քարթալյան, Դավիթ Ազարյան, այսինքն երաժիշտներ, որ անխոս քննարկման առարկա չեն անգամ, էլի։ Միանշանակ։ Սա հետաքրքիր է, դուք երեկոյան երբ հանգիստ ժամանակ եք ունենում, ջազ եք լսում, թե ունեք երաժշտական այլ սիրելի ոճեր եւս։ Շատ դարբեր նվագներ միտիկնեմ միշտ։ Դասական, բարոկ, ջազ, հայկական, աշխարհի նվագներ։ Ռոք, հարդ ռոք։ Քիչ, բայց շատ սիրում եմ դարբեր բաներ եւ անցնել։ Օրը արդեն նվագը ուզում եմ դիկնել, մյուս օրը ուրիշը շատ դարբեր բաներ։ Ջազը ինքն իր տեսակով իմպրովիզ երաժշտություն է եւ տալիս է հնարավորություն երաժշտին հենց նույն համերգի ժամանակ տարբեր իմպրովիզներ անել, ջազ իմպրովիզներ։ Ինձ հետաքրքիր է կլավեսինի համար ջազը ինչքանով է տալիս այդ իմպրովիզի դաշտը։ Շատ մոդիկ բաներ կան բարոկը եւ ջազին հետ ասել է որ ջազին մեջ գտեմ եթե պիտի կարողանամ բացատրել ջազին մեջ գրիը կա ուրեմն 12 mesure 12 կամ 16 եւ հետո նորից պիտի սկսիկ եւ իմպրովիզացիոն եւ այլն բարոկը քիչ նույն բանը կա եւ օրինակ կլավսին նվագողը եթե երկիչ մկա եւ ինքը պիտի նվագե բոլոր նոտաները չունի միայն ցերկ ցախցերկը ունի նոտաները եւ վրան թիվեր կան որովհետեւ գիտնա ինչ պիտի նվագե եւ ասած ցիֆրովկաները այո ժամանակին կար այսպիսի արտահայտություն, հա, ասում են ինչ գաղթի քաջասպետին, թե չլինի կինն ու գինին, եւ մի քիչ փոխենք այսօրվա տոնին վեր, ջազն ու գինին։ Ջազը կա, գինին էլ մեր կողմից, Իջևանի գինուգործանի Սարգոն, Կարմիր չոր գինին։ Կարծում եմ ջազային տրամադրության մեջ շատ համահունչ է, այնպես որ սա որպեսզի կարողանաք հետաքրքիր նշել եւ ուզում եմ ձեզ նվիրել նաեւ բացիկներ, որտեղ ներկայացված են սիրված ֆրազներ հայտնի բանաստեղծներից եւ հայտնի երգերից։ Բացիկները, պոստքարտերը նախատեսված են ծաղիկների կամ նվերների հետ նվիրելու սիրելի մարդկանց։ Ուզում եմ ձեզ նվիրել Սահյանի խոսքերով, բացիկներ, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից։ Նվիրեք այն մարդկանց, ովքեր հենց այս խոսքերի հեղինակն են ձեզ համար։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ իմ հերթին ձեզ հրավիրատոմսերը փոխանցեմ։ Եթե շատ զբաղված չլինեք, սիրով։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել բարի օր, բարի արև, բարձր տրամադրություն։ Սիրելիներս, այսօր պատրաստեցինք այսպիսի հավաքածու։ Պանիր, եշիկ, հավքի, թթվասեր, հետաքրքիր այսպիսի մոտեցում ցուցաբերեցինք, որպիսի մեր օրերը դարձնենք մի փոքր ավելի գունեղ, հետաքրքիր եւ բարձր տրամադրությամբ։ Սիրելիներս, պատրաստեք, հրամցրեք ձեր
շատ սիրելի ընտանիքի անդամներին եւ փորձեք այս զատկական տոները չհեռանալ ավանդույթներից եւ այդ ընտանեկան ջերմությունը, այդ ընտանեկան մթնոլորտը պահպանել։ Մենք դեռ ժամանակ ունենք մինչ համբարձում մեր սիրելիներին հրամցնել այսպիսի լավ տրամադրություն։ Այստեղ ես ավելացրել եմ նաեւ կոմպոտներ մեր հարգելի գործընկերոջ կողմից Իջևանի գինու եւ իհարկե պահածոների գործարանի կողմից այս համեղ համադրությունը։ Եվ այստեղ ունենք նաեւ նվեր Բելգիայից ստացած մեր հյուրերի կողմից։ Այնպես որ վայելեք, փորձեք ապահովել բարձր տրամադրությունը եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն մեր հրաշքադրիներին այս հրաշքը պատրաստելու համար, քիչ հետո միասին կճաշակենք եւ նաեւ չենք մոռանա համեմել այս ամենը, ինչպես արդեն ադրինեն այնտեղ պատրաստել էր, կոմպոտներով համեղ, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, ոչ միայն պահածոներ կոմպոտներ, նաեւ իհարկե գինիների լայն տեսականի։ Բրիզ ռոզե փրփրուն գինին հաստատ կլրացնի այսօրվա երեկոն ձեզ համար։ Եվ սեթի ամբողջ պանիրների մեծ տեսականին իհարկե Էլոլա ընկերությանն էր, այս ընկերությունը առանձնանում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերքով, այնպես որ անպայման ձեռք բերեք եւ առավոտյան նախաճաշեք։ Եվ նաև ուզում եմ ասել, որ քանի որ մոտենում է շատ կարևոր տոն յուրաքանչյուր շրջանավարտի համար, խոսքը վերջին զանգի մասին է, ներկայացնում են արևբացիկները, վերջին զանգ բացիկները, որոնք ներառված են, որտեղ ներառված Երգե Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի բոլոր այդ սիրված տողերը։ Ասեմ ներսում կա հնարավորություն գրելու ձեր բարեմաղթանքը, իսկ հետևում կա QR կոդ, որին պարզապես մոտեցնում եք հեռախոսը եւ իհարկե միանգամից միանում է այն երգը, որը տալիս է հենց այդ տրամադրությունը։ Այնպես որ վերջի զանգյան տրամադրություն արև բացիկներից։ Այս բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ բարձրահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Daphne խանութսրահի հետ միասին այս շատ ոճային խանութսրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր գարնանային լուքերը Daphne-ի նոր տեսականի մեջ։ Եթե դուք հետևում եք ձեր արտաքին տեսքին, գնացեք Master Right Barber Shop, որտեղ իհարկե բարբերները կարող են ձեզ բերել հենց այն տեսքին, որը հատուկ է ձեզ համար, ընդգծելով ձեր յուրահատկությունը։ Master Right-ում բարձրակարգ բարբերները ցանկացած պահի պատրաստ են ձեզ տալ հենց այդ տրամադրությունը։ Հասցեն Նալբանդյան 37։